Շրջանը շարունակում է զարմացնել իր տարօրինակ դինոզավրերով։ Ես նույնպես ձեզ այսօր կծանոթացնեմ Պերմյան ժամանակաշրջանի դինոզավրերին։ Գնացինք։ Սիմիլիատրոնները վտանգավոր գիշատիչներ են։ Նրանց նախնիները նույնպես տարօրինակ և վտանգավոր էին, տարօրինակությունը դառնում էր նրանց կողքի մասերից, քանի որ նրանց դեմնատամները կողմնատամների տեղն են։ Նրանք արագավազ են եղել և պատկանում էին գարգանոպսների խմբին։ Լիտրոնաքսը վտանգավոր գիշատիչ էր եղել, որն ապրում էր Անտարկտիդայում։ Լիտրոնաքսը ուներ շատ մեծ ծնոտ և ուներ 11 մետր երկարությամբ, և Արխեոպտերիքսը 2 մետր երկարությամբ արագ թռչող դինոզավր էր։ Սումինիան տարօրինակ դինոզավր էր, որը եղել էր կապիկի նախնին։ Սիմոնիան ուներ երկար ճանկեր, որոնցով նա հեշտ պաշտպանվում էր։ Նրանք սնվում էին միջատներով, ունեին 1 մետր երկարություն, և նրանց բրածոները հայտնաբերվել են Ռուսաստանում։ 4 մետր երկարությամբ հսկա լիցովիցիան վտանգավոր խոտակեր էր, որը կարող էր մեկ հաստ ծառ ջարդել իր բերանով։ Նա շատ մեծ էր, մոտ ուներ 4 տոննա և 4 մետր երկարություն և 2 մետր բարձրություն։ Նրանք արագ չէին վազում իրենց կաշվի պատճառով։ Պերմյան ժամանակաշրջանում ապրում էր մոտ 1 մետր երկարությամբ փոքրիկ գազան, որի անունը Դրեմենոզավր էր։ Դրեմենոզավրերը տարօրինակ մեջքով դինոզավրեր էին։ Նրանք ապրում էին խիտ անտառներում։ Ծանոթացեք Դրիպենոզավրը։ Դրիպենոզավրերի մեջքը տարօրինակ է։ Դրիպենոզավրերը մողեսի նախնիներն են եղել և ունեին երկար լեզու, որպեսզի միջատ որսային։ Սիլեոզավրեր։ Սիլեոզավրերը տարօրինակ դինոզավրեր էին։ Նրանք ունեին մոտ 2 մետր երկարություն և 1,5 մետր բարձրություն։ Նրանք տարօրինակ են դարձել իրենց թևերի և ոտքերի պատճառով, քանի որ այդ ժամանակ ամենաշատը եղել են չորսոտանի դինոզավրերը, դրա համար էլ նրանք տարօրինակ դինոզավրեր էին։ Տետրացերատոպս։ Տետրացերատոպսները վտանգավոր գիշատիչներ են եղել, մոտ